Սիրելի հեռուստադիտողներ, Արար հեռուստատեսության ստուդիայում են Էրեբունի պատմահանագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Պարոն Բադալյան, շարունակենք մեր քննարկումը Արարատյան թագավորություն թեմայով։ Մեր զրույցի առաջին մասում մի քանի անգամ շեշտվեց Արարատյան թագավորություն կամ Ուրարտու, այսինքն դա նույն բանն է։ Եթե այդպես է, ինչու Ուրարտու եւ ոչ թե Արարատ, չէ՞ որ մեր ականջին եւ մեր շուրթերին շատ ավելի սովոր է Արարատ անվանումը։ Շատ լավ, շատ կարևոր հարց եք տալիս։ Տեսեք, մենք Հայաստանը անվանում ենք Հայաստան։ Շատ ժողովուրդներ անվանում են Արմենիա, վրացիները անվանում են Սոմխեթի։ Դա շատ նորմալ երևույթ է։ Օրինակ Գերմանիան լիքը տարբեր անուններ ունի։ Հիմա Ուրարտուն այն անունն է, որ տվել են ասորեստանցիները։ Արարատը այդպես է հիշատակված այդ պետությունը Աստվածաշնչում։ Արարատի թագավորություն կամ Արարատի երկիր։ Մենք այս ամենը պետքա դիտարկենք որպես իրար հոմանիշներ։ Եվ շատ հաճախ լինում է, որ կան նաև մեր հայրենակիցներ, որ շատ ծանր են տանում, ասում են Ուրարտու, ընդհակառակ Ուրարտուն մեր համար շատ մեծ գիտական զենք է։ Ինչ առումով գիտական։ Տեսեք, նույն Ադրբեջանը երկար տարիներ ամեն ինչ անում էր Ուրարտու բառը, որպեսզի իր մոտ չլինի։ Դե վերցրեք հայտնի շատ երջանկահիշատակ, ուրեմն հնագետ աշխարհահռչակ Բրեդլի Պարկերի, ուրեմն նյութը ակադեմիայի դույում դրած, որը կոչվում է Azeri Nationalism։ Եվ ինչ այնտեղ ասում։ Եվ այնտեղ ուրեմն ինքը Նախիջևանում էր աշխատում եւ իր աշխատանքներում օգտագործել էր Ուրարտու բառը, որը իրանց համար ասոցացվում է Հայաստանի ու հայերի հետ։ Եվ մեյլի ուրեմն հաղորդագրություններ դրել, որտեղ իրեն ասում են Ուրարտու Նախիջևանում Ուրարտու չկա։ Այսինքն, եթե Նախիջևանում Ուրարտու կա, ուրեմն Հայաստան էլ կա։ Մենք ցավոք սրտի շատ հաճախ էս չենք գիտակցում։ Եվ Ուրարտուն մեր համար բրենդ է։ Այսօր եթե մենք փորձենք փոխել ինչ-որ մոտեցումներ, այսօր աշխարհում, քանի որ նաև Ասորեստանը գիտեք ինչ գերհզոր տերություն է եղել եւ նաև հին մերձավոր արևելքի տարբեր դրվագներ ընկալվում են նաև ի շնորհիվ Ասորեստանի պատմության, նաև Ուրարտուն շատ շատերը գիտեն։ Եվ այստեղ տեսնել աղավաղումներ, չգիտեմ, բաներ, օրինակ, բարձ ասում են Ուրարտու ասում են ասորեստանցիները եւ ուրեմն Աստվածաշնչում հիշատակված է Արարատի թագավորություն։ Բաբելոնյան տեքստերում հիշատակվում է Ուրաշտու ձևով։ Նաև Հայաստանը, հա, դա Հայաստանի հոմանիշներից մեկն է։ Այսինքն սրանք շատ կարևոր են, գիտեք, նաև Բեհիստունյան տեքստում Արմինա, Ուրաշտու, Հարմինույա արդեն ձևով։ Սրանց մենք պետքա շատ նորմալ ընդունենք եւ օգտագործենք մեր նաև ուրեմն գիտության, մեր երկրի հանրահռչակման համար։ Ես մի ուրեմն ընկեր ունեմ, իր ընկերը բան էր, սպորտսմեն էր, որը գնացել էր, եթե չեմ սխալվում, կամ Ալժիր կամ Թունիս եւ պատկերացրեք գնում է բազար, որպեսզի իր երեխայի համար այդ դափի պես գործիք առնի եւ այդ վաճառողը ասում է դու որտեղից ես, ասում է Հայաստանից, ասում է Արմենիա, Ուրարտու։ Եվ երբ որ ինձ պատմեցին, ես ուղղակի պատկերացրեք այդ բազարի վաճառողը Հայաստանը գիտի Ուրարտու անունով։ Եվ Ուրարտուն մեր համար նաև բրենդ է։ Ինքը մեր ինքնության կարևոր անուններից մեկն է։ Սա իմ անձնական տեսակետն է եւ մենք պետքա ված չզգանք այս անունները օգտագործելուց։ Ընդհակառակը տարբեր անուններ են, տարբեր անուններ մեր աշխատանքներում, մեր հաղորդումներում, մեր ուրեմն գործունեության մեջ օգտագործենք, որը միայն ու միայն օգուտ կլինի։ Պարոն Բադալյան, դուք ձեր խոսքում հիշեցիք Բեհիստունյան արձանագրությունը, որը գտնվում է ներկայիս Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում, եւ այդ անվանումները Ուրաշտու, Արմինա, Հարմինոյա, դրանք բոլորը նույն երկրի մաս են, այսինքն մեր երկրի Հայաստանի մասին են, այո։ Այո, իհարկե։ Շատ բարի, հաջորդ հարցը Երեմիայի մարգարեության մեջ հիշատակված Արարատյան թագավորությունը ինչ առնչություններ ունի Քրիստոսից առաջ 6-րդ դարի Հայաստանի հետ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այդ մարգարեության այդ տողերը 7-րդ դարի վերջին են վերաբերվում, թե 6-րդ դարի առաջին կեսին,
այստեղ եւս པարս նշված է Ուրարտու, Արարատ, այս ոնց որ իրար հոմանիշներ են։ Եվ Հայաստանը նաև ներկայացված է որպես Արարատի թագավորություն։ Կարծում եմ, այսինքն հստակ է։ Հա, իհարկե։ Հայաստան Արարատի թագավորություն։ Նայեք նույն բաբելոնյան արձանագրությունները, ասենք արշավանքներ 7-րդ դարի վերջին վերաբերող արշավանքներ, որ խոսում է Ուրաշտու արշավանքի մասին, կամ նույն բաբելոնյան ուրեմն մի աղբյուր կա, որ հիմա վերականգնված է եւ տարբեր մասնագետների կարծիքով ուրեմն Կյուրոս մեծի արշավանքին է վերաբերվում, որտեղ նշվում է, որ Կյուրոսը արշավել է Ուրաշտու, այսինքն Հայաստան։ Այսինքն Ուրարտուն, Արմինան, Ուրարտուն, այս բոլորը գալիս են դառնում են իրար հոմանիշներ։ Նաև պետք է հիշել կիմերների եւ սկյութների արշավանքը դեպի Ուրարտու, եթե չեմ սխալվում 7-ից 8-րդ դարերում։ Այս շատ հետաքրքիր թեմա է, մանավանդ մենք ուրեմն ունենք Իշքուգուլի երկրի մասին կամ Իշքուգուլի երկրի մասին, որ գիտեք Մարմաշենում, Շիրակում արձանագրություն կա եւ ոմանք նաեւ սկյութական հետք են տեսնում այստեղ, գիտեք նաեւ նույն Երեմիայի ուրեմն տողերում հիշատակված Ասքանազյան գնդի մասին, որ շատ հետազոտողներ կարծում են, որ այստեղ սկյութները պետքա լինեն եւ նաեւ Կանչեք Արարատյան թագավորությանը եւ Ասքանազյան գնդին, այո։ Կա աղբյուր, որտեղ մենք գործ ունենք ուրեմն Շագապուտարայի մասին, որը ոնց որ թե պետքա հիշատակվի որպես սկյութի որդի։ Սրանք շատ հետաքրքիր են եւ այսօր տարբեր տեսակետներ են գնում, ընդհանրապես ուրարտագիտությունը ինքը այսօր շատ զարգանում է։ Օրինակ ձեզ վերջի տվյալներից մեկը ասեմ, Իրանի տարածքից հայտնաբերվել է մի հատ սեպագիր արձանագրություն, որտեղ խոսվում է ուրեմն Արգիշտի որդի Ալայի մասին։ Սովորաբար նման արձանագրություններ կրում են արքաները։ Եվ այս ամենը շատ հետաքրքիր ուրեմն զարգացումներ է բերում։ Կարող խոսքը փոխարքայի մասին էր, խոսքը մեկի մասին էր, որ ինքը այդ տարածքը ինչ որ ինքնուրույն դրսևորումների էր բերել եւ այսպես մենք կարող ենք նոր սեպագրեր են գտնվում, նոր պեղումներ են արվում։ Տեսեք Կարմիր Բլուրում մենք պեղում ենք հիմա մի կառույց, մոնումենտալ կառույց, որը իր ճարտարապետական հատակագծով կարելի է ասել մեկը մեկին հիշեցնում է հայկական միջնադարյան քարավանատները։ Այսինքն Կարմիր Բլուրում ուրարտական ժամանակաշրջանում պեղվող մեր կառույցը հայկական քարավանատան նախատիպն է։ Այս խոսում է ժառանգականության մասին։ Սա շատ լավ կարևոր ուրեմն փաստ է։ Երվանդաշատը մեր հայտնի մայրաքաղաքներից մեկը երջանկահիշատակ Ֆելիքս Իվանովիչ Տեր-Մարտիրոսովի ուրեմն գլխավորած արշավախումբը այնտեղ գտան մի ուրեմն քառակուսի հատակագծով կառույց, որը իր ճիշտ է փոքր է, բայց ինքը հիշեցնում է ուրարտական սուսի տաճարները։ Այսինքն խոսում է ժառանգականության մասին, այնտեղ ուրեմն կարասներ կան, որ ոնց որ ուրարտական կարասները լինեն իրենց ձևով, բայց սա ավելի ուշ է։ Սա Երևանդունիների ժամանակաշ, այսինքն այդ ժառանգականությունը, այդ շարունակ մեր համար շատ կարևոր է նաև ցույց տալ այդ շարունակականությունը։ Սա նաև շատ կարևոր, ոչ թե կարևոր է հորինելու, այլ գիտական կերպով առանց որևէ հորինվածքների։ Ինչ է փաստում ժառանգականությունը։ Ժառանգականությունը փաստում է շարունակականություն։ Սա շատ կարևոր է։ Այս շարունակականությունը շատ կարևոր է։ Այսինքն ինչի շարունակողն է։ Ես ձեզ կարող եմ ցույց տալ խեցեղեն, որը դուք կարող եք տեսնել վաղ երկաթի դարում եւ որը տրանսֆորմացվում է Երևանդունիների շրջան, հետո միջնադարյան շրջան, կարող ենք Կիկլոպյան ամրոցները նույն նայեք, մենք ունենք եւ ուշ բրոնզում, որը զարգանում է եւ նույն Կիկլոպյան ամրոցներից մենք ունենք միջնադարում։ Վերցրեք Թովմա արծրունին։ Թովմա արծրունին, երբ որ պատմում է, որ Գագիկ արծրունին ուրեմն կառուցում էր բանում, աղթամարում այդ բանը, կառույցները, ոնց որ նկարագրվում է իմ ընկեր Հենրիկ Դանիելյանն է շատ լավ դա նկատել, ոնց որ Կիկլոպյան ամրոց կառուցելու այս ամբողջ process-ը ներկայացվի, կամ ուրեմն Արտաշեսի եւ Սաթենիկի պատմությունը, որ Թովմա արծրունին որ պատմում է, ոնց որ ուրարտական ժամանակաշրջան ներկայացնի։ Խոսքը ընդ որում Արտամետի եւ հարակից տարածքների մասին է։ Մենք այնքան հետաքրքիր աղբյուրներ ունենք, որոնց մասին պետքա խոսենք, եւ ես ինքս
Գիտեք, այդ էլի զգալու առումով ասեմ, մեր հողը, որի հետ մենք պետքա կապը անխզելիորեն կապենք, իր ընդերքում դեռ մեր ժառանգության շատ էջեր է պարունակում։ Բայց դու երբ որ հողին սկսում ես սիրել, հողը տեսնում է, զգում է, որ ինքը սկսում է սիրել, էլի ասում եմ շատ բան էլի, հեսա այդ բաներ կա, մի հատ թև կա, որ այս նույն դասագրքի վերաբերյալ ինձ ինչ ասես չեն բան արել, անվանել, հատկապես երբ որ ես ասացի, որ կարողա կապ լինի, այսինքն կարողա այս ադրբեջանական այդ իմ հանդեպ արված ուրեմն այդ խեղաթյուրումը կապ ունենա որոշակի կերպով իմ կողմից դասագրքի քննարկման վերաբերյալ եւ ինձ ինչ ասես գրել էին էշնահատակ, չգիտեմ, ինչ որ նեոֆիդային, ընդ որում ցավոք սկսել են օրինակ ֆիդայու կերպարը աղավաղել, օրինակ նույն Սմբատ Հովհաննիսյանը չարա ուրեմն վերցրեց եւ օգտագործեց Facebook-ա ֆիդայա գիտական ուրեմն այս տերմինը, որը իմ համար ցավալի է, որ մարդը լինելով մեր գործընկերը նման ուրեմն տերմիններ է օգտագործում եւ ֆիդայու կերպարը սկսում են նսեմացնել։ Եվ ես շատ մեծ ուրեմն կասկածներ ունեմ, որտեղ ես գիտեմ, որ Սմբատ Հովհաննիսյանը գրում է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ պետք է ֆիդայական շարժման մասին պատմվի այս ձևով, այդ նման մտածելակերպով, թե ինքը ինչեր է գրելու մեր ֆիդայիների մասին։ Եվ մենք հիմա պետք է նաև ճնշում անենք, որ նման բան չլինի եւ նաև ձեր ուրեմն հարթակ օգտագործելով ես կոչ եմ անում իմ գործընկերներին, ովքեր միջնադարի, ովքեր նոր շրջանի մասնագետներ են, որպեսզի իրենք եւս գրեն իրենց առանձին դասագրքերը եւ այլընտրանք ստեղծեն եւ նաեւ այնպես անեն, որ ուրեմն լավ, նորմալ, ուրեմն պետականակենտրոն, հայրենասիրական, ուրեմն մոտեցումներով քաղաքացի աշակերտ, մտածող աշակերտ դաստիարակենք, ոչ թե ինչ որ գրքեր տանք, դասագրքեր, որտեղ վարկածներ են, ընտրված վարկածներ, շատ վտանգավոր մոտեցումներ, որոնցով սովորելը բավական իմ կարծիքով բավական վտանգավոր տեղ են տանելու մեր ապագա հայ քաղաքացուն։ Ճշմարտություն եւ հայրենիքի շահը շատ կարեւոր բաներ են, մանավանդ այս դեպքում մեր պարագայում դրանք համընկնում են միմյանց։ Պարոն Բադալյան, դուք խոսեցիք հարուստ աղբյուրների մասին, գրական աղբյուրների, Աստվածաշունչը այդ աղբյուրներից մեկն է, որին արդեն մենք անդրադարձանք, եւ այսպիսի մի դրվագ եւս Աստվածաշունչ Մատյանի հիշատակում է, որ Սենեքերիմ թագավորի որդիները սպանեցին իրենց հորը, որը չարագործ մի մարդ էր, եւ փախան դեպի Հայք, դեպի Արարատի երկիր։ Իսկ Մովսես Խորենացի մեր պատմահայրը ուղղակի ասում է, նրանք փախան մեզ մոտ։ Խնդրեմ այդ դրվագի, այդ երևույթի պատմական իրողության առնչությունը մեր էպոսի Սանասար Բաղդասարի հետ։ Ես ինքս քանի որ էպոսով այդպես չեմ զբաղվում, մի քիչ ինձ իրավունք չեմ վերապահի այդ մասին խոսել, բայց ես կարող եմ ասել, որ ասորեստանյան սկզբնաղբյուրներում շատ հետաքրքիր տեղեկություն կա նույն ուրեմն Սինախերիբի վերաբերյալ եւ նաեւ այնտեղ ուրեմն հիշատակություն կա, որ նու էլիտայի ներկայացուցիչներ, ուղղակի տեքստը բավական նաեւ խնդիրներ կան, որ ուրեմն փախել են Ասորեստանից փախել են եւ ըստ երևույթին փախել են հայկական լեռնաշխար։ Կարծիքներ կան, որ նրանք փախել են Շուպրիա, Սասուն, այս տարածք, այդ դեպքում արդեն Սանասար, Բաղդասար կարող է հետաքրքիր լինի, բայց ես դա թողեմ այլ մասնագետների եւ այս առումով բավական հետաքրքիր հոդված ունի ուրեմն Միրոս Ալվինին եւ իր կինը եւս ուրեմն կյանքից հեռացած Բեատրիչե Անդրես Ալվինին, որը Ակադեմիա Էդոյում տեղադրված է Ուրարտու Արարատ այս ամենի խնդրի մասին եւ կարող են նաեւ մեր հայրենակիցները կարդալ եւ նաեւ շատ հետաքրքիր տեղեկություններ իմանալ այդ Ուրարտու Արարատ այս ամբողջ ուրեմն կապի մասին։ Ասորեստանի մեկ այլ թագավոր Սարգոն II թալանեց
Հայաստանի հարավում գտնվող Մուսասիրի տաճարը եւ բավական մեծ թվով տիսական առարկաներ այնտեղից տարավ այդ թալանի արդյունքում եւ կա նույնիսկ տեսակետ, որ այդ առարկաների քանակը տեսականին առավել ճոխ էր, քան նույնիսկ Աստվածաշունչ Մատյանում նկարագրված Սողոմոնի տաճարի թալանը Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից։ Այս սրա վերաբերյալ ինչ կասեք։ Ես ինքս տենց չեմ հաշվել քանակով, բայց ինքը տեսեք քաղաքը ասորեստանյան աղբյուրներում տեսեք, էլի կարևոր կետի են գալի, հա։ Դուք հիմա ասում եք Մուսասիր, չէ՞։ Հիմա նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել ինչու եք ասում Մուծածիր։ Նախ Մուծածիր պետքա լինի, բայց urարտական սեպագիր աղբյուրներում անունը Արդինի է։ Հա, ընդ որում ինքը շատ հետաքրքիր է, որտեղ Մուծածիրը ինչ էր Մուծածիրը, ինքը տարածաշրջանային, միջազգային սրբազան կենտրոն էր, որին տիրելը թե Ուրարտուի, թե Ասորեստանի կողմից շատ կարևոր էր, այսինքն երբ որ դու տիրում ես Մուծածիրում, այնտեղ ծես ես իրականացնում, դու քեզ հռչակում ես նաև կրոնական ասպեկտի առումով, նաև քո իշխանությունը տալիս ես նաև միջազգային, նաև որոշակի կրոնական ստատուս, հա, պատկերացրեք, ինքը շատ կարևոր է, շատ կարևոր է, ոնց որ օրինակ Սասանյան ժամանակաշրջանում շիզն էր, որտեղ արքաները գնում են ոչ այդքան հեռու, կարծում եմ Մուծածիրից, նո հեռու, բայց ոչ այդքան հեռու, որ գնում էին ուխտագնացությունների եւ պատահական չի, օրինակ ունենք Ռուսայի դեպքը, որ նա թագադրվում էր Մուծածիրում եւ իհարկե Մուծածիրը իր մեջ ուրեմն նաեւ հսկայական ուրեմն հարստություն էր այդ տաճարը ուրեմն գեներացնում։ Ես երազում եմ, որ մի հատ օր կգա, որ Մուծածիրի ավերակները կգտնվեն, տարբեր գիտեք, կա քուրդ-ամերիկյան, քրդական էքսպեդիցիաներ, որոնք աշխատում են, որոշակի հետքեր են գտնում Իրաքի հյուսիս-արևելյան հատվածում, կա մի գյուղ, որը կոչվում է Մջեսեր, եւ կարծիք կա, որ դա կարող էր կապ ունենա Մուծածիրի հետ, նաև այնտեղից գտնվել են ուրարտական ուրեմն սյան խարիսխներ, տարբեր այլ իրեր, իմ համար օրինակ երազանք ա եղել, որ ես մի օր մասնակցեմ թեկուզ օրինակ, չգիտեմ, բանվորի կարգավիճակով մասնակցեմ եթե Մուծածիրը գտնվի կամ իր որոնումներին կամ այնտեղ իրականացվող պեղումներին, իսկ այն որ ինքը մեծ հարստություն էր պարունակում, դա խոսում է նաև ուրարտական կայսրության մասին, դա խոսում է կապերի մասին, որովհետև այնտեղ ունենք նաև իրեր, որոնք բերված են, այսինքն առևտրի եւ այլ հանգամանքների մասին շատ կարեւոր է այս առումով այնտեղ խոսում է օրինակ Բագբարթու կամ Բագմաշտու աստվածուհու մասին, որը Խալդիի կինն էր, որը եւս շատ հետաքրքիր է։ Խալդին գլխավոր աստվածությունն էր այդ կայսրության։ Խալդին տերության գլխավոր աստվածությունն էր, խոսում է Մահիճի մասին, ուրեմն արծաթով եւ ոսկով ընդելուզված։ Ես ավելի շատ քանի որ զբաղվել եմ դիցարանի Ուրարտուի դիցարանի գերագույն երրյակով, հա, ինձ ավելի շատ Մուծածիրում հետաքրքրվել են այն իրերը, որոնք որոշակի կապ ունեն դիցարանի ուրեմն երրյակի ուրեմն հետ, հատկապես Խալդիի եւ նաեւ մի քանի հոդված ունեմ այս առումով, որոնք եւս բաց կերպով տեղադրված են համացանցում։ Ուրարտուն ասացիք, որ կայսրություններ եւ այդ կայսրությունն ուներ իր գիրը, սեպագիր արձանագրությունների ձևով, այդ գրի բազմաթիվ նմուշներ հասել են մեզ։ Ինչու սեպագիր։ Հա, այդ տեսեք, մենք խոսում ենք, ես էլի իմ անձնական տեսակետը կարող եմ ասել, մենք խոսում ենք երկու տարբեր գաղափարախոսությունների մասին։ Եթե անդրադարձ կատարենք մեր պատմահայր Մովսես Հորենացուն, հիշում եք, որ ինքը մի դրվագում ասում է, որ մեր նախնիները ծույլ էին եւ չէին սիրում գրել, հա, այս երևի նաեւ պատմական իրողությունները գրի առնված կերպով չէին փոխանցում սերունդներին, նվազ կերպով էին փոխանցում։ Իհարկե հայկական լեռնաշխարհում կան շատ տարբեր հետաքրքիր ուրեմն նախամաշտության
ուրեմն գրեր, որոնց անդրադարձել է իմ ավագ գործընկեր երջանկայիշատակ Արտակ Մովսիսյանը, եւ բայց երբ որ խոսում ենք համակարգի մասին, համակարգված առումով եւ իհարկե նույն Urartu-ում գրի մի տեսակը մեհենագիրն է, նույն Արտակ Մովսիսյանը դրան մանրամասն իր մի քանի աշխատանքներում անդրադարձել է, բայց երբ որ մենք խոսում ենք, տեսեք, սեպագիրը ինքը էլի այդ միջագետքից, գլխավորապես միջագետքից վերցրած ինչ որ արժեք է, որը հակադրվում է այս էթիունյան աշխարհին։ Սա շատ-շատ կարևոր է եւ սեպագիրը ինքը խորհրդանշական իշխանության նաեւ կարևորագույն մաս է կազմում։ Ինչ նկատի ունեք։ Տեսեք, այստեղ օրինակ շատ հետաքրքիր է մեր պատմահայր Մովսես Խորենացու պատմածը։ Ես հիմա հոդված եմ գրում դրա մասին, երբ որ ինքը խոսում է Շամիրամի մասին, որ Շամիրամը եկավ եւ կառուցեց Վանը, գիտեք հիշատակում է, որ նաեւ Շամիրամը հարթեցրեց ժայռերը եւ ուրեմն շատ մի անհասկանալի գիժ դրեց եւ որոնց նմանները նաեւ տեղադրեց մեր երկրի այլ տեղերում որպես սահման։ Խոսքը սեպագրերի մասին։ Խոսքը սեպագրերի մասին է եւ գիտեք, եւ Խորենացու այս տեղեկությունը սկիզբ դրեց ուրարտագիտության սկզբնավորմանը, երբ որ ուրեմն արևելաասիական ընկերությունը Ֆրանսիայից այս տեղեկության վրա 1826 թվականին գործ ուղեց Էդմոն Շուլցին։ Հիմա նույն այդ սեպագրերը, պատկերացրեք, նաեւ ունեն ասպեկտ, որ հակադրվում է այս աշխարհին, պատկերացրեք դուք էթիունցի եք, հա, եւ սեպագիրը բերել են ժայռի վրա արել են, նախ ինքը ձեր հանդեպ գերիշխող դիրք ունի, դուք չեք հասկանում, բայց դու ձեր գիտակցության մեջ կա, որ գիրը սրբազան իմաստ ունի, եւ նաեւ այդ սեպագիրը ասում է ես այստեղ եմ։ Արքան ինքը ասում է ես այստեղ եմ, ես չեմ խոսում սեպագրի այլ գործառույթների մասին, ընդ որում Urartu-ն ուրեմն իր մեջ պարունակում է սեպագիր քաղաքակրթության հյուսիսային սահմանը։ Սա եւս շատ կարևոր է, այսինքն մենք հայկական լեռնաշխարհը հանդիսանում է սեպագիր քաղաքակրթության, իսկ դա շատ լուրջ, շատ հզոր Հայաստանից հայկական լեռնաշխարհ, այսօրվա Հայաստանից հյուսիս սեպագիր չկա, չի տարածվել։ Սա կարծում եմ մեր տարբեր հարևաններ կերազեին, որ իրանց մոտ մի հատ սեպագիր գտնվեր։ Կա օրինակ Ռուսաստանի տարածքում Աքեմենյան ինչ-որ սեպագրի կտոր, բայց դրանք վերցրել են որպես ավար կամ ինչ-որ նվեր տարել են, բայց սիստեմատիկ համակարգված ձևով չկա եւ հայկական լեռնաշխարհը Հայաստանը հանդիսանում է սեպագիր քաղաքակրթությունների հյուսիսային սահմանագոտին, հյուսիսային ֆրոնտիրը, որը չափազանց կարևոր է, պատկերացնեք, նաեւ մենք ճիշտ ձևով սա կարողանանք ներկայացնել։ Սեպագրերում պարունակում է արդյոք վարքականոն, այսինքն բարոյական օրենքների ինչ որ հավաքածու եւ եթե այո, դրանց գաղափարաբանական արժեքը որն է։ Սեպագրերում օրինակ կան, տեսեք, որոշակի դրվագներ, նույն օրինակ Կարմիր բլուրից սալիկ ունենք, որտեղ ըստ երևույթին մի աղջկա գողացել են եւ արքան ասում է տարեք եւ հետ հանձնեք, այսինքն սա ինչ-որ մի կարևոր եւ նաեւ որոշակի սեպագրեր կան, որ խոսում են ուրարտացիների, ասորեստանցիների, ուրեմն համաձայնությունների մասին, բայց ինձ համար այս ձեր հարցի համատեքստում ամենակարևորը կարծում եմ Անեցկի բանաձևի մասին նշելն է, այսինքն նրանք նաեւ գիտեին իրենց գրածի արժեքը, նրանք երբ որ սեպագրերը գրում էին, շատ հաճախ սեպագրի ամենավերջում ուրեմն նշում են Անեսկի բանաձևը, այսինքն ով ոչնչացնի է սեպագիրը, ով տեղափոխի, ով ասի ես եմ գրել, այսինքն ով ջարդի այն տեղափոխի, ասի ես եմ արել, թող նրան պատժեն Խալդին, Թեշեբան Շիվինին, բիայնական մյուս աստվածները արևի տակ։ Այսինքն արևը այս պարագայում հանդիսանում է նաև արդարադատության ամենատես խորհրդանիշ, որը տիեզերական կարգը կամ ուրեմն ինչ որ վատ արարք անողին պատժելու էր։ Եվ սա չափազանց կարևոր ուրեմն միտում է, պատկերացրեք։ Միգուցե դա նկատի առնում, որ բոլորի աչքի առջև այդ պատիժը տեղի ունենա։ Գուցե չեմ կարող ասել։ Հրապարակավ, այսինքն, որ ճշմարտությունը, արդարությունը հաստատվի հրապարակավ։ Չեմ կարող ասել, բայց սա շատ կարևոր ուրեմն
իր մեջ ուղերձներ է պարունակում, պատկերացրեք, եթե այդ սեպագրերից շատ-շատերը մենք ընկալում ենք որպես հուշարձան, հա, ինքը մեր հուշարձանը պահպանելու ուրեմն կարևոր մեսիջ է։ Ինքը կարևոր հոգևոր նաև ընկալում է իրենց արածը պահելու, այսինքն նաև իրենք տեր են լինում իրենց գրած սեպագրին։ Եվ տեսեք, այսքան ժամանակահատված է անցել, այդ սեպագրերը գտնվում են, ելի են գտնվելու, եւ ասեմ, որ ինձ թվում է, որ գտնվելու են սեպագրեր, որոնք բոլորովին նոր լույս են սփռելու մեր ընկալումների, մեր ժառանգության մասին ու այս առումով հարստացնելու են մեր գիտելիքները։ Սեպագրերը որոշակի իհարկե գրի ձև են իրենց ներկայացնում, սակայն ինչ լեզվով է գրված այդ սեպագրերում, հայերեն, թե այլ լեզվով։ Ես ինքս եղել այնց անընդհատ ասում են դու սեպագրագետ, ես սեպագրի մասնագետ չեմ։ Մենք ցավոք քանի որ չունենք սեպագրի դպրոց, օրինակ ես լինելով հնագետ հաճախ ստիպված եմ լինում իմ այն շատ համեստ գիտելիքները սեպագրի վերաբերյալ փորձել կիսվել դպրոցականների հետ, ուսանողների հետ եւ այլն։ Այդ մենք այստեղ մի քանի կարևոր խնդիր ունենք։ Սեպագիրը իհարկե փոխ են առել Միջագետքից, գլխավորապես Ասորեստանից, բայց այնտեղ կա միտանիական ազդեցություն եւ այլ որոշակի ազդեցություններ, ինչին ես չեմ ուզում հիմա ձեր ժամանակը վատնեմ եւ անդրադառնամ։ Այստեղ մենք կարևոր խնդիր ունենք, որովհետեւ մենք շատ հաճախ այդ սեպագիրը այդ բառերը միտքը արտաբերում ենք ասորեստանյան սեպագրի հիման վրա։ Դա նույն բանն է, ինչ որ ես ձեզ ուրեմն լատինատառով հայերեն հաղորդագրություն գրեմ։ Բնականաբար այդ այբուբենը լատինական չունի հայերենի հնչյունային համակարգի հնարավորությունները։ Այս առումով սա մեր համար լուրջ խնդիր է։ Օրինակ Արգիշտի արքան ասում է ես նվաճեցի Զաբախա երկիրը, բայց նույն ազորեստանյան սեպագրում ջ չկա, վ չկա, հա, գլխավորապես չկա։ Կան կարծիքներ, որ այսինքն ինքը խոսում է ջավախքի մասին, բայց ջ-ի ու v-ի տեղը ինչ որ մի բան պետք է դնի։ Հա, օրինակ խոսում ենք օրինակ կարող է այնտեղ օյա եղել, օրինակ տուշպան կարող է հնչելա որպես տոշպա կամ որպես տոսպա, գիտենք միջնադարում, բայց քանի որ օ չկա այնտեղ, մենք պետքա ինչ որ ուրիշ մի բան դնենք։ Նույն ամենայն հավանականությամբ չի բացառվում, որ Էրեբունին հնչած լինի որպես Էրեբունի, որովհետև բն ինքը կարա կարդացվի բուն, հա, բու վանկը կարա կարդացվի եւ բու եւ պու եւ նաեւ հայերենում կարա տա վու։ Խոսքը Երևանի մասին է, այսինքն ինչ վերաբերում է լեզվին, մասնագիտական գրականության մեջ ասում են դա, որ խուրիա ուրարտական լեզվա ընտանիքին պատկանող լեզու է, ուրեմն ես կարող եմ այսպես ասել, այդ լեզուն եւս մեր ժառանգության մասն է։ Այսօր մենք ձեր հետ օգտագործում ենք այդ սեպագիր արձանագրություններում վկայված բազմաթիվ բառեր, բազմաթիվ։ Այ մեզնից մի քիչ ենկոմ կամուրջա գտնվում, ուրեմն այնտեղ կա օրինակ կաբուրզա բառը, որ կամուրջի մասին է խոսքը։ Կամուրջի մասին է, հավանաբար Արարածանի գետի մասին, կա սեպագրերում։ Ասում ենք ես, այնտեղ եշ է։ Իսկ ուրարտական սեպագրերի շն պետքա մեզ մոտ սովորաբար որպես կանոն տա ս, հա, ասենք ունենք տուշպա, տոս, ալիշտու, ախստև եւ այլն։ Ծառի, հա, որը պտղատու այգին է, ծառն է։ Եվ այսպես ես ձեզ կարող եմ ընդհանրապես մենք մոտ 500 բառ գիտենք, որից մոտ 250-ն է, որ կարողանում են վերցանել, որովհետեւ հեշտ չի այդ ամենը վերցանել եւ այդ 250 բառի մեջ հսկայական բառեր կա, որ մենք այսօր օգտագործում ենք մեր լեզվում, որը եւս փաստում է, որ մենք այդ լեզվի, այդ ժառանգականության կրողներն ենք։ Մնացած մյուս բաները իմ համար երկրորդական են։ Պարոն Բադալյան, եւ իմ վերջին հարցը այսօր մանավանդ գաղափարախոսական առումով թերևս ամենակարևոր հարցը։ Մեր ազգային ինքնության պահպանման համար Արարատյան թագավորության նշանակությունը որն է։ Ինձ համար Ուրարտուն մեր ինքնության սյուներից մեկն է։ Դա
քեզ տալիս է, գիտեք, ինքը քեզ տալիս է նաև տեր լինելու շատ կարևոր առաքելություն։ Լեռնաշխարհին տեր լինելու շատ կարևոր առաքելություն։ Քեզ տալիս է կայսրության հետնորդ ժառանգ լինելու պատասխանատվություն։ Եվ ինքը իր մեջ կարծում եմ դեռ շատ շերտեր է պարունակում, որ մենք պետքա գիտակցենք։ Մենք առաջինը մի բանը, որ պետքա նաև գիտակցենք, մեզ շատ հաճախ մեզ ասում են, ով է մեր թշնամին, հա? Բայց մեզ հաճախ չեն բացատրում ով ենք մենք։ Այ երբ որ մենք հասկանանք ով ենք մենք, եւ դրանից հետո որն է մեր առաքելությունը, շատ բաներ կընկնի իր տեղը։ Պատկերացրեք մի ժողովուրդ, որը աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմում, թաղամասերից մեկը կոչվում է հայկական, մեկը մուսուլմանական, մեկը հրեական, մեկը քրիստոնեական ու մյուսը հայկական։ Կոնկրետ ազգի անունով կոչված։ Պատկերացրեք, սա խոսում է, որ մենք մեզանից բավական լուրջ առաքելություն ունենք։ Ուղղակի գիտեք, ինչ որ մի փուլում, այն մեր ծառը, որ կա, հա, այդ ծառը իր արմատներով ինչ որ մի փուլում, չգիտեմ, ովքեր բերել են ու այդ ծառից սկսել են սիրուն այլ մրգեր կախել, որոնք մեր հետ կապ չունեն, եւ հրամցնել մեզ այդ մրգերով։ Երբ որ դու սկսում ես այդ սիրուն մրգերը ուտել եւ չես սկսում սնվել արմատներիդ հետ, քո ծառը սկսում է չաշխատել, լավ չաշխատել։ Այլ երբ որ մենք մեր առաքելությունը հասկանանք, ես ինքս փորձում եմ օրինակ հասկանալ մեր առաքելությունը, շատ հարցեր կընկնեն իրենց տեղը։ Մեր առաքելությունը հասկանալ հենց մեր հաղորդաշարի ծիրումը գտնվում, բայց այսօր թույլ տվեք ավարտենք մեր քննարկումը Արարատյան թագավորություն թեմայով եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, իմ զրուցակիցն էր Էրեբունի պատմահանագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։